Թող հայտնի լինի համաշխարհային հեղափոխության առաջնորդին, որ Դիլիջանի եւ Քարավանսարայի շրջանների գյուղացիները վրդովված դաշնակցական կառավարության հանցագործ քաղաքականությունից եւ երկրում տիրող խորացող անարխիայից բարձրացրեցին ապստամբության դրոշը։ Հայաստանի կոմկուսը անմիջապես դարձավ այդ տարերային շարժման առաջնորդը եւ ստեղծելով Հայաստանի հեղկոմ հայտարարեց Հայաստանը սոցիալիստական սովետական հանրապետություն։ Ոգեշնչված ապստամբները նետվում են առաջ դեպի անտանտի անտանելի գործակալի վերջնական տապալումը եւ նրանց ցանկությունը հաշվի առնելով հեղկոմը առաջ է շարժվում, հուսալով, որ արևելքի հարստահարված ժողովրդի ազատարար կարմիր բանակը իր ռեալ օգնությամբ կաջակցի մեր դժվարին պայքարին։ Հայաստանի ողջ բանվորների եւ գյուղացիների անունից մենք խնդրում ենք Սովնարկոմին ցույց տալ օգնություն։ Կեցեներ եւ այլն, ստորագրություն։ Հեղկոմի նախագահ Կասյան, անդամներ Ավիս Նուրիջանյան, Բեգզադյան, Դովլաթյան, Մռավյան, Տեր Գաբրելյան։ Այս ամենը ճիշտ 80 տարի առաջ էր։ Սակայն ինչպիսի դեպքեր եւ ինչ պատմական այսօր իրադարձություններ տեղի ունեցան, որպեսզի 80 տարի առաջ, չգիտեմ, Քարավանսարայից, այսինքն Իջևանից, Դիլիջանից, թե մի այլ տեղից Հայաստանի հեղկոմը Վլադիմիր Իլիչ Լենինին ուղարկեց նման հեռագիր։ Բարեկամներ, ես ներկայացնում եմ կեսգիշերային ճեպընթացի մեր հյուրին, Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար, պատմագիտության թեկնածու, պարոն Կարեն Խաչատրյանին։ Բարի կեսգիշեր, պարոն Խաչատրյան։ Ինչպես արդեն հասկանալի դարձավ, նոյեմբերի 29-ը նշվում էր որպես սովետական կարգերի հաստատման օր եւ սակայն որ դեպքերը բերեցին այս կարգերի հաստատմանը, այնուհետև Հայաստանի հեղկոմի մուտքը Հայաստան։ Սկսենք ավելի սկզբից, մի փոքր Սիրով ցանկ նախապատմություն։ Նախապատմությունը։ Երևի պետք է սկսել այնտեղից, որ 1917 թվականի փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը Ռուսաստանում տապալեց ինքնակալությունը։ Ինչպես գիտենք, Արևելյան Հայաստանը մասն էր կազմում այդ կայսրության։ Հետագայում 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում իշխանության գլուխ եկան բոլշևիկները։ Ռուսաստանը դարձավ խորհրդային հանրապետություն։ Եվ ահա կայսրության փլուզման գործընթացը շարունակվեց նաև բոլշևիկների օրոք։ Անդրկովկասյան տարածաշրջանը գնալով աստիճանաբար հեռանում էր խորհրդային Ռուսաստանի ազդեցության ոլորտից եւ դա հանգեցրեց նրան, որ արդեն 1918 թվականի ապրիլի 9-ին 22-ին Անդրկովկասյան ֆեդերացիան հայտարարեց իր անկախությունը եւ փաստորեն անջատվեց Ռուսաստանից։ Քիչ անց մայիսի վերջերին այն տրովեց 3 անկախ հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, եւ անմիջապես ընկավ արևմտյան պետությունների եւ Թուրքիայի ազդեցության վիճաբանության ոլորտը։ Բնականաբար խորհրդային Ռուսաստանը, այսինքն ինչպիսի կարգեր է տիրեն Ռուսաստանում, Ռուսաստանը երբեք չէր կարող հեշտությամբ ձեռք քաշել, այսպես ասած, մի տարածաշրջանից, որի համար դերևս 18-րդ դարից այնտեղ հաստատվելու համար մեծ ճիգեր էր գործադրել։ Իհարկե 1918-19 թվականներին, մասամբ 20 թվականի սկզբներին Ռուսաստանում տիրում էր խիստ լարված իրավիճակ, քաղաքացիական կռիվներ, եւ դրա արդյունքում նա չէր կարողանում իրագործել իր ծրագրերը Անդրկովկասում, այսինքն ետ բերել։ Եվ ահա 1920 թվականի գարունը նշանավորվեց Ռուսաստանի քաղաքականության ուժեղացմամբ Անդրկովկասում։ Կարմիր բանակը մաքրելով հյուսիսային Կովկասը սպիտակ գվարդիականներից ընդհուպ մոտեցավ Անդրկովկասի սահմաններին։ Ինչպես գիտենք, առաջինը 1920 թվականի ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Նշենք, որ այս Ադրբեջանի խորհրդայնացման հարցում մեծ դեր էին խաղացել քեմալականները, թուրք ազգայնականները, որոնք փաստորեն իշխանության տերն էին Թուրքիայում։ Նրանց համախոհները նպաստել էին նրան, որպեսզի Ադրբեջանի մուսավաթական իշխանությունները ընդունեն խորհրդայնացումը, հրավիրեն կարմիր զորքերին։ Եվ ահա Ադրբեջանի խորհրդայնացումից հետո արդեն շատերի համար պարզ էր, որ Ռուսաստանը ամրապնդել է իր դիրքերը, այսինքն բոլշևիկները ամրապնդել են իրենց դիրքերը եւ
բնականաբար պետք է արդեն ձգտեն ամբողջ Անդրկովկասը սեփական ազդեցության ոլորտը ներքաշել։ Ադրբեջանի Այո, Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ադրբեջանը հայտարարվեց Անդրկովկասում հեղափոխության առաջամարտիկ, որտեղից ըստ Օրջոնիկիձեի նրանք պետք է գրոհեին Հայաստանի եւ Վրաստանի հակահեղափոխական կառավարությունների վրա։ Այդպես էլ եղավ։ Այստեղ կարևորը այն է, որ Ադրբեջանի խորհրդայնացումից անմիջապես հետո, ինչպես գիտենք, մայիսի 1-ն էր եւ բնականաբար մայիսի 1-յան ցույցեր տեղի պետք է ունենային Հայաստանում եւ մասնավորապես Ալեքսանդրապոլում դրանք վերաճեցին ապստամբության։ Այսինքն այստեղ իրենց մեղքի մեծ բաժին ունեին Ալեքսանդրապոլի իշխանությունները եւ տեղական դաշնակցական կոմիտեն, որոնք չկարողացան այդ ցույցերը նորմալ հունով տանել եւ Ալեքսանդրապոլի բոլշևիկները առաջ քաշելով սոցիալական խնդիրներ, փաստորեն այդ զանգվածին տարան իրենց հետևից եւ վերաճեց քաղաքական խնդրի, այո։ Այո, վերաճեց քաղաքական խնդրի եւ նրանք իհարկե բոլշևիկները գիտակցում էին, որ առանց դրսի օգնության Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելը փաստորեն անհնար է։ Դաշնակցական կառավարությունը դեռ լիովին տիրապետում էր իրադրությանը, բանակը մարտունակ էր։ Նրանք հույս ունեին, որ Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Կարմիր բանակը կգա օգնության։ Սակայն եւ պետք է նշել, որ նրանց հույսերը ամրացնում էր նաեւ այն, որ Բաքվից անմիջապես, ինչպես գիտենք, վերջնագրերի տեսքով հերագրեր ուղղվեցին Հայաստանի իշխանություններին Ղարաբաղի, Զանգեզուրից, Նախիջևանից զորքերը հանելու պահանջով։ Եվ բնականաբար այդ պահանջները մերժվեցին եւ խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակն էլ օգնության չհասավ, քանզի խորհրդային Ռուսաստանի իշխանությունները այդ ժամանակ չէին էլ նախապատրաստվում Հայաստանը խորհրդայնացնել։ Նախ այդքան ուժեր չկային սահմանի, երկրորդն նման խնդիր Ռուսաստանի կենտրոնական իշխանությունները իրենց առջև չէին դրել։ Չնայած պետք է ասել, որ հենց Օրջոնիկիձեն, Նարիմանովը, Մդիվանին գնդակոծում էին կենտրոնը հերագրերով, պահանջելով անմիջապես խորհրդայնացնել եւ Հայաստանը եւ Վրաստանը։ Սակայն հարցի վերաբերյալ մայիսի 25-ի Կետկոմի քաղբյուրոյի որոշումը փաստորեն նրան կանխեց դա եւ նշվում էր, որ Հայաստանի խորհրդայնացումը ռազմական ուժով նպատակահարմար չէ, պետք է շարունակել բանակցությունները։ Եվ ինչպես գիտեք, բանակցությունները մայիսի վերջին սկսեցին, Հայաստանի կողմից նշանակվեց պատվիրակություն Լևոն Շանթի, հայտնի գրող Լևոն Շանթի ղեկավարության, որը մեկնեց Մոսկվա։ Պետք է նշել, որ մայիսյան ապստամբությունը պարտություն կրելով հանդերձ, իհարկե որոշ չափով վնասեց առանց այն էլ դժվար վիճակում գտնվող հայ-ռուսական հարաբերություններին։ Փաստորեն ձերբակալվեցին ապստամբության ղեկավարները, նրանցից շատերը գնդակահարվեցին՝ Ստեփան Ղարիբջանյանը, Ալավերդյանը, Սարգիս Մուսայելյանը, եւ դա չէր կարող հարաբերությունները չփչացնել։ Եվ ահա այս պատվիրակությունը, որը ուղևորվեց Մոսկվա, բնականաբար իր առջև խնդիր էր դրել այդ հարաբերությունները բարելավել։ Զգալով արդեն Ռուսաստանի ուժը, Հայաստանի իշխանությունները ինչքան էլ որ վարում էին արևմտամետ քաղաքականություն, սակայն ցանկանում էին այդ հարաբերությունները ուրեմն կարգավորել։ Պետք է նշել, որ պատմության ընթացքում այդպես չէր եղել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը գտնվեին տարբեր հակադիր ճամբարներում։ Սակայն այս առումով 1920 թվականին նրանք փաստորեն հակադիր ճամբարներում էին։ Հայաստանը հաշվում էր Անտանտի դաշնակից, Ռուսաստանն էլ, ինչպես գիտենք, հենց պատերազմական իրավիճակին ու բարդ իրավիճակի հարաբերությունների մեջ էր Անտանտի պետությունների հետ։ Բացի դրանից, Ռուսաստանը իր վրա էր վերցրել համաշխարհային հեղափոխության լոկոմոտիվի դերը եւ արևելքի հարստահարված ժողովուրդների ազատարարի։ Միանշանակ դուք ճիշտ եք։ Եվ գիտեք պատճառը ինչու՞մն է։ Փաստորեն Ռուսաստանը, խորհրդային Ռուսաստանը միայնակ էր մնացել այդ շրջապատված էր թշնամի պետություններով եւ նրան բնականաբար դաշնակիցներ էին հարկավոր։ Եվ փաստորեն քեմալականները առաջարկելով իրենց որպես այդպիսին, նրանք չէ որ Քեմալը նամակ ուղեց Լենինին եւ առաջարկում էր անգամ եթե հարկավոր է հանդես գալ իմպերիալիստական Հայաստանի դեմ եւ բնականաբար նրանց բոլշևիկներին դաշնակիցներ էին պետք արևելքում բոլշևիկները գտնում էին որ առանց մահմեդական աշխարհի օգնության անհնար կլինի դիմակայել Անտանտին
Եվ այդտեղից էլ գալիս է այն, որ երբ քեմալականները ուրեմն օգնեցին խորհրդայնացնել Ադրբեջանը, նրանք փաստորեն այսպես դրանով ապացուցեցին, որ պատրաստ են հանուն բոլշևիկյան այդ գաղափարների համաշխարհային հեղափոխության պայքարել Անտանտի դեմ։ Ներեցեք, հազար ներողություն, սակայն օգնելով, որպեսզի Ադրբեջանը խորհրդայնացվի, նաև այստեղ ուրիշ սեփական նպատակ կար, չէ՞։ Եվ նաև Հայաստանը որպես Անտանտի գործակալ մեջտեղից հանելու եւ միանգամից կպնելու հավատակից եղբայրներին։ Այո, եւ ահա այստեղ է հենց ամենակարևորը, որ այդպես դուք ճիշտ եք ասում, եւ այդ տեսանկյունից նայելով բնականաբար հարց է առաջանում, որ խորհրդային Ռուսաստանի եւ քեմալականների Թուրքիայի շահերը բնականաբար չէին համընկնում։ Նրանց մոտ առաջացավ այդ Ռուսաստանի թուլացումը քեմալականների մոտ առաջացրեց այն, որ նրանք կարող են իրականացնել պանթուրքիզմի փայփայած ծրագրերը եւ միանալ իրենց փոքր եղբայրներին անցնել Ուրալյան լեռնաշղթան, բայց չէ որ դա հենց վնասում էր առաջին հերթին հենց Ռուսաստանի շահերին եւ ամենաշատը տուժելու էր հայ ժողովուրդը, որովհետեւ սեպի պես խրված էր այդ մեծ թուրանի միջև։ Եվ ահա այստեղ է, որ այդ հակասությունները ի վերջո չկարողացան կանխել այդ դաշինքը, որը ստեղծվեց քեմալականների եւ Թուրքիայի միջև, քեմալականների եւ Ռուսաստանի բոլշևիկների միջև։ Եվ նրանց անհրաժեշտ էր կապ, որպեսզի խորհրդային Ռուսաստանից ստանան իրենց օգնությունը։ Բայց եթե խորհրդային Ռուսաստանը այդ կապը ուզում էր հաստատել բնականաբար Հայաստանի վրայով, ամենակարճ կապն էր եւ ընթացքում խորհրդայնացնել Հայաստանը, ապա քեմալականները բնականաբար հետապնդում էին առավել հեռու գնացող ծրագրեր։ Նրանք ուզում էին ոչնչացնել Հայաստանը եւ կապ հաստատել անմիջականորեն Ադրբեջանի հետ։ Եվ անցնենք այն նրան, որ հայ-ռուսական բանակցություններ սկսեցին եւ այդ հայ-ռուսական բանակցությունները ընթանում էին իհարկե լարված մթնոլորտում եւ գլխավոր պատճառն այն էր, ինչպես հաղորդում էր Շանթ Հայաստանի կառավարությանը, դա Ադրբեջանի սահմանի հարցն էր։ Բնականաբար լուծում էր Նախիջևանի, Ղարաբաղի, Զանգեզուրի հարցը եւ Ադրբեջանի իշխանությունները հերագրերով, նոտաներով դիմում էին Ռուսաստանի բոլշևիկյան իշխանություններին, որպեսզի կանխեն հնարավոր պայմանագրի կնքումը Հայաստանի հետ։ Իմիջիալոց նշեմ, որ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում էին հնարավորինս շուտ դիվանագիտական սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչպես հաստատեցին խորհրդային Վրաստանի հետ մայիսի 7-ին, կնքվեց նրանց միջև պայմանագիր, նրանք ճանաչեցին Վրաստանի անկախությունը, սակայն Հայաստանի դեպքում այդպես չեղավ, որովհետև ներեցեք ոչ խորհրդային Վրաստանի։ Ոչ խորհրդային Վրաստանի։ Ուղղակի մենշևիկյան Վրաստանի։ Այո, մենշևիկյան Վրաստանի հետ ճանաչեցին նրա անկախությունը, փաստորեն նման քաղաքականություն ձգտում էին նաև Հայաստանի նկատմամբ։ Սակայն ահա այդ տարածքային վեճերը Ադրբեջանի նրանց թույլ չէր տալիս դրան հասնելու։ Եվ հայ-ռուսական հարաբերությունները այդ իմաստով տուժում էին եւ պայմանագրի կնքումը համաձայնության ձեռքբերումը ձգձգվում էր։ Դրան հակառակ աշխուժանում էին ուրեմն քեմալա-բոլշևիկյան կապերը։ 1920 թվականի հուլիսի 30-ին ուրեմն առաջին անգամ Գեորգի Չիչերինը, իմիջիալոց նշեմ, որ Չիչերինը թերևս միակն էր, որ հայամետ, այսպես կարելի ասել, քաղաքականություն էր վարում այդ շրջանում, դիմում է քաղբյուրոյին խիստ գաղտնի նամակով, որ քեմալականները մոտ են վախճանի սպառազինության բացակայության պատճառով։ Եվ նա նշում է, որ նրանց սպառազինություն հնարավոր է ուղարկել միայն Հայաստանի վրայով։ Եվ նշում է, որ հայերը խիստ լկտիացել են բառացիորեն եւ նրանցից հասնել այդ տարածման իրավունքի հնարավոր չէ։ Այդ դեպքում նա ասում է, որ Հայաստանի խորհրդայնացումը անհրաժեշտություն է։ Առանց դրա, առանց կապի քեմալականների հետ, քեմալականները կվախճանվեն, ինչը մեծ հարված կհասնի համաշխարհային այդ հեղափոխության շահերին արևելքում։ Հաջորդ օրը 31 հուլիսի քաղբյուրոն հաստատում է Չիչերինի այդ որոշումը։ Այսպիսով ուրեմն առաջի անգամ
քաղբյուրոյի որոշմամբ Հայաստանի խորհրդայնացման մասին հաստատվել ուրեմն Այսինքն 1920 դուրս եկավ օրակարգ հուլիսի 31-ին։ Հայաստանի Օրակարգում կար, բայց այդ որոշմամբ արդեն տրվեց այս իրավաբանական, այսինքն Գործընթացը։ որոշում, այո, արդեն Գործընթացը սկսվեց։ որոշումը ընդունվեց։ Ու Հայաստանի իշխանությունները, ինչպես գիտենք, այդ ընթացքում իրենց ամբողջ հույսերը կապել էին Արևմուտքի հետ, Սևրի պայմանագիրն էր Երևան գալու, եւ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց Սևրի հաշտության պայմանագիրը։ Հայաստանի անկախությունը ճանաչվեց եւ Թուրքիայի կողմից եւ Արևմտյան, եւ պետք է նշել, որ Սևրի պայմանագրի պատմական նշանակությունը շատ մեծ է։ Նրանով արևմտահայերի իրավունքը ճանաչվեց իրենց բնորանի Արևմտյան Հայաստանի նկատմամբ։ Սակայն կարծեմ ճիշտ նույն օրը Այո։ ստորագրվեց նաև Ռուսաստանի հետ ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիր, չէ՞։ Այո, հենց նույն օրը 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Թիֆլիսում ռուս-հայկական համաձայնագիր, որով Ռուսաստանը, ռուսական զորքերը, Կարմիր բանակը ժամանակավորապես պետք է զինագրավեին այդ վիճելի տարածքները Ղարաբաղ, Զանգեզուր, Նախիջևան։ Այն ինչ որ արդեն արել էին։ Այո, դրանով նրանք ճանաչում էին նաև Հայաստանի ինքնուրույնությունը եւ հասկացնել էին տալիս, որ այնուամենայնիվ այս տարածաշրջանում հարցերը լուծելու է ոչ թե իրենց ասելով միջազգային իմպերիալիզմը, այլ Ռուսաստանը։ Եվ առաջ անցնելով նշենք, որ այդպես էլ եղավ եւ Սևրի պայմանագրի հենց չիրականացման երևի ամենագլխավորը նա էր, որ նրա տակ չկար Ռուսաստանի ինչպիսի կարգեր էր այնտեղ լինեին Ռուսաստանի ստորագրությունը, այսինքն Ռուսաստանը չէր մասնակցել։ Եվ բնականաբար Սևրի պայմանագիրը չէր կարող իրականացվել, սակայն Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր էին նրա հետ կապում եւ անգամ Արևմուտքին վստահեցնում էին, որ օգոստոսի 10-ի համաձայնագիրը դա զուտ ձևական համաձայնագիր է եւ մենք մնում ենք հակաբոլշևիկի։ Ահա այստեղ է, որ իրոք հայ-ռուսական հարաբերությունները կարող էին զարգանալ այլ ուղիով։ Հիմքը դրված էր օգոստոսի 10-ի համաձայնագիրը, սակայն այդ արևմտամետ կողմնորոշումը ի վերջո կանխեց դա։ Եվ դրանից հետո այդ երկու պայմանագիրը եւ համաձայնագիրը հազար ներողություն, եկեք համաձայնենք, որ պատառը շատ գայթակղեցուցիչ է Սևրի դաշնագրով։ Համաձայն եմ։ Եվ դաշնակցականները հենց ասում էին, որ Սևրի պայմանագիրը այնպիսի բարձրության վրա էր դրել, որ հայերը այդ բարձրության վրա երբեք չէին ջեղել եւ բնականաբար չէին կարող չգայթակղվել եւ այստեղ որևիցե մեղադրանք բնականաբար չի կարող հնչել, սակայն Ռուսաստանն էլ իր հերթին ցույց էր տալիս, որ այստեղ կա եւս իրական թելադրող։ Այո, տարածաշրջանում չմոռանանք, որ ինչպիսի կարգեր էր տիրեն Ռուսաստանում, նա Անդրկովկասյան տարածաշրջանը այդ հեշտությամբ չի զիջի։ Եվ ահա այդ պայմանագիրը Սևրի եւ օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնագիրը դրդեցին քեմալականներին, որպեսզի նրանք ավելի սեղմեն Ռուսաստանի իշխանությունների վրա, որպեսզի թույլ տրվի Ռուսաստանի եւ քեմալականների միջև նրանք ռազմական ուժով, քանի որ Ռուսաստանը խաղաղ ճանապարհով չի կարողանում հասնել դրան, հաստատվի հաղորդակցության կապ։ 1920 թվականի օգոստոսի 24-ին կնքվեց ռուս-թուրքական պայմանագրի նախագիծ, որով Ռուսաստանը ճանաչում էր թուրքերի իրավասությունը իրեն այդ Կարսի մնացած հողերի նկատմամբ, այսինքն ազգային ուխտներ ճանաչում եւ նրանք պայմանավորվում էին, որ բոլոր միջոցներին դիմեն միմյանց միջև այդ կապը հաստատելու ուրեմն պահանջով։ Սակայն Հայաստանից նույնպես պահանջում էին, որպեսզի տրամադրի երկաթուղային միջոց, բացի տրանզիտի իրավունքը եւ այլն եւ այլն։ Նու ես ինչպես նշեցի, խաղաղ ճանապարհով դա չէր ստացվում եւ Թուրքիան առաջարկեց այդ հարցը լուծել ուժի միջոցով։ 24-ի այդ պայմանագրի նախագծից հետո 1920 թվականի սեպտեմբերի 1-ից 7-ը, պես գիտեք, Բաքվում տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը հրավիրված Կոմինտեռնի գործկոմի կողմից, որտեղ Հայաստանը մեղադրվեց որպես իմպերիալիզմի դաշնակից, նախապանում է
հեղափոխության զարգացումը արևելքում, կոչ արեց սրբազան պատերազմով ելնել նրա, հայ բոլշևիկները նույնպես կոչ էին անում խորհրդային բանակի միջոցով Հայաստանը խորհրդայնացնել, եւ ահա այստեղ ընդունվեց մի շատ խայտառակ փաստաթուղթ, եզրակացություն էր կոչվում այդ փաստաթուղթը, որտեղ առաջարկվում էր քեմալականների ռազմական արշավանքի միջոցով խորհրդայնացնել Հայաստանը եւ Ռուսաստանից միայն պահանջվում էր ահավոր աղմուկ բարձրացնել Եվրոպայում եւ նշելով, որ մենք որպես խաղաղարար մտնելու ենք Հայաստան, որպեսզի փրկենք հայ ժողովրդին, Հայաստանում հաստատել խորհրդային իշխանություն։ Ահա այս երկու փաստաթղթերը եւ այդ նախագիծը եւ այս որոշումը իհարկե արդեն ազատեցին քեմալականների ձեռքերը։ Նշեցինք այդ եզրակացություն փաստաթուղթը, որը սեպտեմբերի 19-ին ուղարկվեց ՌԿԲԿ-ում։ Այսինքն բացում էր թե քեմալականների ձեռքերը։ Այո, ձեռքերը բացում էր։ Եվ ահա այդ որոշումից մի քանի օր անց քեմալական զորքերը դավադրաբար ներխուժեցին Հայաստան, սանձազերծելով թուրք-հայկական պատերազմը։ Հատկանշական է, որ սեպտեմբերի 29-ին Քաղբյուրոն ընդունեց որոշում փողով եւ զենքով փաստացի օգնություն ցույց տալ քեմալականներին եւ Էրզրումում նրանց ներկայացուցիչներին փոխհատուցվեց 200,000 կիլոգրամ ոսկի։ 200 կիլոգրամ ոսկի, կներեք։ Ճանապարհը ինչպես անցավ այդ ոսկու տեղափոխման ի վերջո։ Էրզրումի նավահանգիստով, այո, դեռ միմյանց միջև կապը ցամաքային չկար, բնականաբար ծովով։ Եվ քեմալականները սանձազերծելով այդ պատերազմը իհարկե նպատակ ունեին հիմնովին ոչնչացնել Հայաստանը եւ Քեմալը հաղորդում էր Ղարաբեկերին, որ պետք չէ հրաժարվել նաեւ Ադրբեջանին միանալու մտքից։ Այսինքն տեսեք թե ինչ հեռու գնացող ծրագրեր էին հետապնդում նրանք։ Այստեղ պետք է խոսել նաեւ Ռուսաստանի դիրքորոշման մասին։ Մեր խորին համոզմամբ Ռուսաստանը թեև բացեիբաց չէր կարող պաշտպանել այդ հարձակումը, սակայն իհարկե բարոյական աջակցություն ցուցաբերեց եւ ինչպես նշեցինք ֆինանսական օգնություն։ Եվ բացի դրանից կարծեմ ռուս զորավարներ կային, խորհրդականներ, չէ՞։ Այո, ուղարկված։ Եվ ահա այստեղ պետք է նշել, որ իհարկե առաջ անցնելով ասեմ, որ Ռուսաստանը իրոք սխալվել էր կանխելով այդ պատերազմը, քանզի նա հնարավորություն ուներ, ինչպես գիտենք, դերևս ամռանն են քեմալականները ուզում ներխուժեն Հայաստան, սակայն այն ժամանակ կանխեցին հենց Ռուսաստանի պահանջով։ Այս դեպքում բնականաբար արդեն Ռուսաստանը չկանխեց դա եւ քեմալականները ներխուժեցին Հայաստան, սանձազերծելով այդ պատերազմը, որը շատ ցավալի ելք ունեցավ, կատարյալ Հայաստանի կատարյալ պարտությամբ ավարտվեց եւ բնականաբար դա մեր պատմության ամենասև էջերից մեկն է։ Այդ ընթացքում երբ քեմալականները ներխուժում էին եւ գնալով առաջանում էին Հայաստանի սահմաններում, Հայաստանի ներսում արդեն Երևանում բանակցություններ էին տեղի ունենում Լեգրանի միջև, որը նշանակվել էր ներկայացուցիչ։ Այո, Լեգրանի միջև եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև եւ հոկտեմբերի 28-ին ստորագրվեց նախագիծ հայ-ռուսական պայմանագրի, որով Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունը, նրան էր տրվում Նախիջևանը, Զանգեզուրը, իհարկե Հայաստանը զիջում էր Ղարաբաղը, Ռուսաստանը օգնություն էր տրամադրելու։ Նաև Կարսը կար, չէ՞։ Այո։ Եվ ահա այդ նախագիծը, որ ստորագրել էր Լեգրանը, մինչ նա այն կհասցներ Բաքու ստանալու Ստալինի օրհնանքը, այսպես ասած, արդեն քեմալականները ներխուժել հոկտեմբերի 31-ին ներխուժեցին Կարս, գրավեցին Կարսը, նոյեմբերի 7-ին նրանք արդեն Ալեքսանդրապոլում էին։ Եվ հատկանշական է, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի կոմիսարի Մուխտարի հեռագիրն է Ղարաբեկիրին, որ նա նշում է, որ այսօրվա ժամանակը խիստ բարենպաստ է, որպեսզի Հայաստանը վերջնականապես ոչնչացնենք, սրբենք երկրի երեսից։ Եվ ահա այստեղ պետք է նշել, որ Ռուսաստանը արդեն զգաց վտանգը, մինչ այդ նրանք չէին զգում եւ անգամ համաձայնվել էին, որպեսզի Շախտա Սարիղամիշ գիծը եթե թուրքերը հասնեն, ոչինչ, պետք չէ միջամտել։ Բայց սակայն այստեղ նրանք զգացին եւ Ստալինը հաղորդում էր Մոսկվա, որ պարզում է, որ քեմալականները
ուզում են կապ հաստատել նաև Ադրբեջանի հետ։ Այսինքն բուն ախորժակը այլ է։ Այո, եւ անգամ արդեն քեմալականները ինչ որտեղ ափսոսում էին, որ օգնեցին Ադրբեջանի խորհրդայնացմանը, սակայն մտածում էին, որ նորից կվերականգնեն անկախությունը Ադրբեջանի եւ իրենց ծրագրերը, այդ պանթուրքիզմի ծրագրերը կիրականացնեն։ Եվ ահա այստեղ է, որ իհարկե պետք է նշել, որ եթե այդ պայմանագիրը, ինչպես ասեցի, կնքվեր, ուժ ստանար, թուրքերը իհարկե այլևս չէին կարող այդպես սանձարձակ պահել իրենց Հայաստանի նկատմամբ, որը փաստորեն դառնալու էր Ռուսաստանի դաշնակից պետություն։ Պետք է նշել այստեղ մի կարևոր փաստ կա։ Ուրեմն Ստալինը նոյեմբերի 17-ին Մոսկվա ուղարկած հեռագրում նշում է, որ Վրաստանի հետ կապված, որ Վրաստանի խորհրդայնացման հարցում, չէ՞ որ դեռ Վրաստանն է կար, որ անհրաժեշտ էր խորհրդայնացնել, ուրեմն նա նշում է, որ այդ Վրաստանի հետ կապված հարցում, Վրաստանի խորհրդայնացման հարցում տարբերակներից լավագույնը կլինի Թուրքիայի պատերազմը Վրաստանի հետ, ինչը մեզ հնարավորություն կտա։ Այս հեռագրից բնականաբար արդեն տրամաբանորեն երևում է, որ նույն տակտիկաներ ընտրվել նաև Հայաստանի հարցում։ Թուրքերը կհարձակվեն, մենք կանխենք եւ խորհրդայնացնենք։ Սակայն եւ նրանք տեսան, որ արդեն քեմալականների ծրագրերը փոխվում են, իմիջիալոց նշեմ, որ Ռուսաստանի իշխանությունների մոտ մեծ կասկածներ կային, որ Կովկասում պատերազմ անխուսափելի է եւ այդ բախումը Անտանտի հետ ուշ թե շուտ լինելու է եւ նրանք շատ խուսափում էին դրանից եւ այդ ընթացքում էլ իհարկե Ռուսաստանում նույնպես իրադրությունը բավականին սրված էր, Լեհաստանի դեմ էին պատերազմում եւ ահա այդ բայց զգալով արդեն որ Ադրբեջանի հետ միանալու հույսեր են փայփայում քեմալականները, արդեն Ստալինը Օրջոնիկիձեն Ստալինին առաջարկում է, որ պետք է արդեն սեպաձև խրվել անհապաղ մտնել այո, քեմալականների եւ Ադրբեջանի միջև արդեն հապաղել չի կարելի։ Եվ արդեն որոշվում է ուրեմն Հայաստանը փրկել նրա խորհրդայնացման գնով, հոկտեմբերի 14-ին, ինչպես գիտենք, Քաղաքբյուրոյի նոր որոշումներ ընդունվել Հայաստանի խորհրդայնացման մասին եւ բնականաբար արդեն հապաղելու տեղ չկար։ Եվ այստեղ հարցը նրանում է, որ Մոսկվան այնուամենայնիվ, ինչպես նշեցի, խուսափելով այդ առճակատումից, չէր համարձակվում հրաման տալ զորքերը մտցնել Հայաստան։ Մինչ Մոսկվան երկմտում էր, Օրջոնիկիձեն փաստորեն իր վրա վերցրեց պատասխանատվությունը եւ նոյեմբերի 25-ին Հայաստանի հայ կողմի հետ համաձայնության եկան, որ մտնեն ուրեմն Հայաստան։ Եվ ահա, ինչպես դուք արդեն հաղորդման սկզբում նշեցիք, նոյեմբերի 29-ին, 1920 թվականի նոյեմբերի 29-ին, ուղիղ 80 տարի առաջ, Կարմիր զորքերից առանձնացված հատուկ հայկական գնդի ուղեկցությամբ Բաքվում կազմված Ռասկոմը Հայաստանի ներխուժեց Իջևան եւ նշեմ, որ այդ հայկական գունդը հենց կազմեց նրա համար, որպեսզի տպավորություն ստեղծի, որ Հայաստանը խորհրդայնացվում է միմիայն սեփական ուժերով, դրսից միջամտություն չկա։ Եվ ահա ներխուժեց Հայաստան եւ Հայաստանը իհարկե հայտարարեց խորհրդային հանրապետություն։ Բայց իհարկե այստեղ հենց այդ բայսն է, որ նրանք, ինչպես դուք կարդացիք այդ հռչակագիրը, որ հայ ժողովրդի ապստամբ հայերի բարձրացած ապստամբության արդյունքում իհարկե խոսք անգամ լինել չի կարող որևիցե ապստամբություն չէր եղել, դրա մասին հենց վկայում է Ավիս Նուրիջանյանի հրագիրը նոյեմբերի 30-ի, որտեղ նա նշում է, որ մեր կողմից ուղարկած ընկերների անլեգալ աշխատանքի միջոցով գյուղացիները նախատեսված է գյուղացիները որպեսզի ապստամբեին հաջորդ օրը, այսինքն հենց նոյեմբերի 30-ին դեռ պետք է նրանք այդ ապստամբությունը բարձրացնեն, բնականաբար նոյեմբերի 29-ին ապստամբության մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Եվ ահա հռչակելով Հայաստանը խորհրդային հայ հեղկոմի եւ հայ կոմունիստական կուսակցության անունից, ոչ թե ժողովրդի անունից հռչակվեց։ Եվ բնականաբար դա ուղղակի հռչակում էր եւ մենք չենք կարող ասել, որ այդ օրը Հայաստանը խորհրդայնացվեց։ Ուղղակի Հայաստանում հռչակվեց հյուսիսային շրջանում Իջևանում հռչակվեց խորհրդային կարգեր, հռչակվեցին խորհրդային կարգեր։ Այո, պարոն Խաչատրյան, եկեք մի քանի օր առաջ ընկնենք եւ դեկտեմբերի 2-ը շատ տխրահռչակ երկու իմաստներով, ճիշտ նույն օրը, երբ դրոն ստորագրեց համաձայնագիր իշխանությունը հանձնելու
ռազմահեղափոխական կոմիտեին, ճիշտ նույն ժամանակ Խատիսյանը Ալեքսանդրապոլում ստորագրում էր հաշտության պայմանագիր։ Մի տեսակ արդեն բացահայտ էր ռուս-թուրքական հարաբերությունների միջև այս անհամաձայնությունը, թե ի վերջո ինչպես կարելի է դա բնութագրել։ Այո, դա պատմագիտության ամենաբար խնդիրներից մեկն է, տարբեր հակադիր կարծիքներ կան։ Ուրեմն ասեմ, որ մինչ Հայաստանի հեղկոմը հայտարարում էր խորհրդային իշխանություն, եւ դեռ չէր հասել Երևան, չէր հասել Երևան, նույն ժամանակ, ինչպես գիտենք, Երևանում ընթանում էին բանակցություններ Լեգրանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ, եւ Լեգրանը փաստորեն վերջնագրերի տեսքով պարտադրում էր ընդունել խորհրդայնացումը, նշելով, որ անգամ Կարմիր բանակը ներխուժել է Հայաստան, եւ բնականաբար Հայաստանի դաշնակցական իշխանությունները չէին կարող այդ փաստը թերագնահատել եւ դեկտեմբերի 1-ին նրանք հրաժարվեցին իշխանությունից եւ դնելով որոշ պայմաններ եւ լիազորելով Դրոյին եւ Տերտերյանին ստորագրել այդ համաձայնագիրը։ Եվ ահա դեկտեմբերի 2-ին, ինչպես դուք ճիշտ նշեցիք, ստորագրվեց Երևանի համաձայնագիրը Ռուսաստանի լիազոր ներկայացուցչի եւ ուրեմն Հայաստանի կառավարության լիազորների միջև։ Իդեպ պետք է ասել, որ այնտեղ նույն ձևի տարածքները հաշվի էին առնվում։ Կարս, Երևանի նահանգ, չէ՞, Նախիջևան եւ Զանգեզուր եւ այլն։ Այո։ Եվ այդ համաձայնագիրը կնքելուց իհարկե Լեգրանը այստեղ որոշ հարցեր իհարկե չէր համաձայնացրել կենտրոնական իշխանությունների հետ։ Դա էր պատճառը, որ ինչպես գիտենք, հետագայում այդ համաձայնագիրը ուրեմն հեղկոմի կողմից անվավեր ճանաչվեց եւ փաստորեն այնտեղ Ռուսաստանի տված խոստումները չիրականացան։ Այս համաձայնագիրի նշանակությունը մեծ է եւ չի կարելի թերագնահատել։ Նախ այն փաստորեն խափանեց եւ զսպեց հնարավոր այն բախումները, որոնք կարող է լինեին Հայաստան ներխուժած այդ կարմիր բանակայինների եւ Հայաստանի բանակի զինված կազմավորումների միջև։ Երկրորդը, նաեւ այդ համաձայնագիրը փաստորեն հոգեբանորեն ժողովրդին արդեն պատրաստում էր նոր իշխանությունների գալուն։ Իդեպ նշեմ, որ հենց այդ հանդիսավորություն հաղորդելու համար, ինչպես գիտենք, հեղկոմին ընդառաջ ուղարկվեցին ֆայետոններ, ավտոմեքենաներով, եւ ահա երրորդը, որ պետք է նշել այդ համաձայնագիրի կարևոր նշանակությունը, դա այն էր, որ փաստորեն Հայաստանում իշխանափոխությունը տեղի էր ունենում անարյուն առանց որևիցե կրակոցի եւ իշխանությունից հրաժարվում էր հին կառավարությունը եւ նորն էր ստեղծվում։ Այո, ներեցեք, սակայն տարբեր հեռագրերում սկսվեց հայտնվել ձախ դաշնակցականներ արտահայտությունը եւ նույն կառավարությունը կամ կառավարության կազմի մարդիկ, որոնք ստորագրում էին, կառավարության մեկ ուրիշ անդամները ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, գրեթե վստահ լինելով, թե Երևանում ինչ է տեղի ունենում, չէ՞։ Սենց իրարամերժ այդպես ասել, որ վստահ լինելով կապը իհարկե այն ժամանակներում այդքան լավ չէր գործում, որ իմանային, դեռ մի քանի ժամվա տարբերություն էր դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրածը։ Խատիսյանը ստորագրեց, իհարկե նա իր աշխատությունում գրում էր, որ փաստորեն նա համաձայնեցրել է, դրոնը մերժում է, որ նրա կողմից այդպես հրահանգ չի եղել եւ նրանց պատվիրակության լիազորություններն էլ չէին հաստատվել։ Այդ Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց չարաբաստիկ, որը իհարկե մեծ վնասներ պատճառեց Հայաստանին, հետագայում էլ նրանով փաստորեն Հայաստանը կրում էր ոչ միայն տարածքային ահռելի կորուստներ, այլև ներքին ինքնավարության զգալի սահմանափակումներ էին դրվում։ Եվ ահա դեկտեմբերի 2-ի համաձայնագրի մյուս մեծ նշանակությունը նրանում է, որ հնարավորություն տվեց երբևիցե Խորհրդային Հայաստանի իշխանություններին եւ Ռուսաստանի չճանաչել այդ պայմանագիրը։ Չէ՞ որ ի վերջո այդ պայմանագիրը ուղղված էր նաեւ Ռուսաստանի շահերի դեմ Անդրկովկասում։ Իհարկե պետք է նշել, որ այդ պայմանագրով գծված սահմանները հետագայում հաստատվեցին եւ գոյություն ունեն մինչ օրս։ Սակայն մեկ անգամ եւս հիշենք, որ անկախ դեկտեմբերի 2-ից այդ սահմանները արդեն գծվել էին դեռ օգոստոսի 24-ին ռուս-թուրքական պայմանագրի նախագծում ի վերջո։ Նու այդպես չի կարելի ասել, իհարկե որ գծվել էին այդ սահմանները։ Դե հաշվի առնելով ազգային ուխտի հայտարարած տարածքները ճանաչել էր, բայց այստեղ կա նաև
Սուրմալուի տարածքը, որը հետագայում տրվեց, որը երբեք չէր եղել, Նախիջևանը դրվեց Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, այնպես որ այդպես միանշանակ չի կարելի ասել եւ իհարկե հռչակելով խորհրդային իշխանություն դիմեցին նաև հերագիր ուղարկեցին անմիջապես Լենինի խնդրելով Ռուսաստանի օգնությունը դեկտեմբերի 2-ին ստանալով Օրջոնիկի ձեից հերագիր, որ Հայաստանում արդեն հաստատվել են խորհրդային կարգեր, Լենինը իր ողջույնը ուղեց Կասյանի նախագահային ռազմեխկոմի նախագահային եւ այդպես Հայաստանը դարձավ խորհրդային անկախ հանրապետությունը դեկտեմբերի 2-ի համաձայնագրի։ Այո, փաստորեն անցանք այս ժամանակաշրջանը ողջ 20 թվականը մայիսի 1-ից սկսած եւ քանի որ մեզ գրեթե ժամանակ չկա, սակայն հարգենք հեռուստադիտողի հարցը այսօր մենք կամ մեր պատմագիտությունը, հա, նույն 80 տարի անց այն հարցը, որը հնչեց, ինչպես է գնահատում այս իրադարձությունը որպես պատմական երևույթ եւ նրա ուրեմն վնասները կամ օգուտները, հա։ Հայաստանի խորհրդայնացումով պետք է նշել, որ միանշանակ, ես ինչպես արդեն նշեցի, Քեմալականները հարց էին դրել վերջնականապես ոչնչացնել Հայաստանը։ Այդ տեսանկյունից եթե նայենք, իրոք Հայաստանի խորհրդայնացումը, որ անխուսափելի էր ստեղծված իրավիճակում, խորհրդայնացումով հայ ժողովուրդը փրկվեց հնարավոր թուրքական հնարավոր ներխուժումից եւ Արարատյան դաշտավար Հայաստանի խորքերը, այսինքն Հայաստանը վերջնական ոչնչացումից փրկվեց։ Այլ հարց է, որ ընկավ Հայաստանի առաջին հանրապետությունը եւ այստեղ եւ պետք է պատմության դասերը ընդհանրապես պետք է ուսանելի լինի։ Եվ ահա այստեղ էր, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնելով նման լարված իրավիճակում ի վերջո հանգեցրեցին հենց առաջին հանրապետության անկմանը եւ ուսանելի լինելով հանդերձ մենք պետք է միշտ փայփայենք այդ մեր հայ-ռուսական հարաբերությունները եւ գնալով բարձրացնենք ավելի բարձր մակարդակի եւ փառք Աստծո, որ այսօր այդպես է։ Եվ նաև այսօրվա տարիների հեռավորությունից տեսնելով թե ինչպես արագ փոխվեցին քեմալականների հայացքը Ռուսաստանից դեպի նույն անտանելի անտանտը, չէ, եւ ինչպես փոխվեցին խաղաքարերը, պետք է մտածել, որ այս դեպքում ուղղակի պղտոր ջրում ճիշտ ձուկ որսացողը հանդիսացավ քեմալական Թուրքիան։ Եվ մեծ շահեր կարողացան քաղել այդ քաղաքականությունով։ Ու քանի որ այսօր լրանում է Հայաստանում խորհրդային կարգեր հռչակելու 80-ամյակը, ինչպես նշեցինք, Հայաստանը խորհրդայնացվեց դեկտեմբերի 2-ին։ Այնուամենայնիվ պետք է նաև խորհրդային Հայաստանի տեղն ու դերի մասին խոսել։ Ես միանշանակ գտնում եմ, որ խորհրդային Հայաստանի երկրորդ խորհրդային հանրապետության տեղն ու դերը հայոց պետականության զարգացման պատմության մեջ թերագնահատել չի կարելի։ Այն հանդիսացավ հայոց պետականության շարունակությունը, պահպանեց այդ 70 տարիների ընթացքում իրեն ընձեռված հնարավորությունների չափով պահպանեց հայոց պետականությունը, զարգացրեց տնտեսությունը, աննախադեպ հաջողությունների հասանք մենք այդ տարիների եւ բնականաբար թերագնահատել չի լինի եւ եթե չլիներ խորհրդային Հայաստանը, բնականաբար չէր լինի ներկայիս երրորդ հանրապետությունը։ Սակայն այս ամենի մասին որպես շարունակություն մենք խոսենք դեկտեմբերի 2-ին։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան այս պատմագիտական արշավի համար, որը կարծում եմ թե այսօրվա սերնդի համար եւ թե ընդհանրապես վերհիշելու եւ վերարժեքավորելու համար շատ կարեւոր է։ Շնորհակալություն։